Նախարար Արարչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա կարևոր արդյունք է։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։ Նշեմ, որ Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր բաղադրիչներից է։ Այսպիսով կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը։